Երևանը ջերմ էր, ես հիմա այդպիսի դեմքեր չեմ տեսնում Երևանում։ Ես միշտ գտնում եմ, որ մեր ծնողները, հատկապես մայրերը, մեզ սիրում են կյանքում այնպիսի սիրով, որ էլ ոչ մի ուրիշ հարաբերությունների մեջ չկա։ Երիտասարդը քեզ հարգում է միայն այն դեպքում, երբ որ դու չես ստում։ Մենք երկու բան չենք ընտրում կյանքում՝ հայրենիքն ու ծնողներին։ Երբ որ ժամանակաշրջանը հայրենասիրության մասին չէ, եւ դու հայրենասեր ես, դու արդեն հերոս ես։ Քաղաքականությունը սովորաբար կոշտ է եւ անդամ, բայց ես փնտրում եմ մարդուն այդ ամենի հետևում։ Ես Լիդիա Սահակյանն եմ, իսկ սա նուրբ քաղաքականությունն է։ Այսօրվա իմ հյուրը Լուիզա Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար եւ վստահ եմ, որ հաճելի, անմիջական եւ անկեղծ զրույց կստացվի։ Անպայման ես եմ շնորհակալ, սիրելի Լիդիա, հրավերի համար եւ շատ ջերմ է ձեր տաղավարը։ Թերևս սկսենք մանկությունից, տեղյակ եմ, դուք 70-ականների վերջին եք ծնվել եւ ծնվել եք Երևան քաղաքում։ Հետաքրքիր է, ինչպիսին էր ձեր մանկության Երևանը եւ առհասարակ ինչ մանկություն ունեիք։ Լիդիա, շատ ջերմ էր իմ մանկության Երևանը։ Ես շատ եմ կարոտում այդ Երևանը։ Ես իսկապես այն սերնդի ծնունդն եմ, այն թվականների, դուք ճիշտ ասեցիք, որ այնքան հետաքրքիր է, տարբեր փուլեր ենք տեսել մեր կյանքի։ Ծնվել եմ Խորհրդային Հայաստանում, ստացվում է, մի քանի տարի գնացել եմ դպրոց խորհրդային տարիներին, հետո տեսել եմ Արցախյան գոյամարտ, Արցախյան առաջին պատերազմը, տեսել եմ երկրաշարժի թվականները, Հայաստանը ինչպիսին էր, հետո տեսել եմ անկախ Հայաստան, հետո տեսել եմ 20 թվական 44-օրյա պատերազմ, շատ բարդ է ճիշտ ասած, այս սերնդի մարդկանց համար կյանքը շատ դժվար է, բայց մանկությունը իմ ամենալուսավոր կետերից է, շատ եմ կարոտում մանկությունս, որովհետև իսկապես շատ լիարժեք է եղել, շատ ջերմ է եղել, շատ ջերմ ծնողներ, շատ լավ ծնողներ եմ ունեցել, մայրս այսինքն կա, հայրիկս էլ է կարոտ մնացել, բայց Երևանը ջերմ էր, ես հիմա այդպիսի դեմքեր չեմ տեսնում Երևանում։ Նախ մարդիկ իրար ճանաչում էին, շատ մարդիկ, գիտեք, Երևանի կենտրոնում հատկապես որ քայլում էիր, մարդիկ մեկը մյուսին բարևում էին, հետո իմ հիշողության մեջ կան են տաղանդավոր դերասանները, արվեստագետները, ովքեր քայլում էին Երևանի փողոցներով եւ երևանցին մոտենում էր, նրանց բարևում էր, խոսում էր։ Ես ծնվել մեծացել եմ եւ ամբողջ կյանքս անցկացրել եմ Երևանի կենտրոնում եւ այդ ջերմ ու լուսավոր Երևանը, իդեպ ես դա միշտ իմ մտքերի մեջ պահում եմ, որովհետեւ այդպես ավելի հեշտ է ապրել։ Դու այդ լավը երբ որ հիշում ես, ինքդ քեզ լուսավորում ես ինչ որ ձևով։ Իսկ երբ զուգահեռներ եք անցկացնում արդեն մերօրյա Երևանի հետ, ի՞նչն է փոխվել եւ ինչը չէիք ուզենա որ փոխվի։ Շատ բան է փոխվել։ Հիմա Երևանի փողոցներում ջերմություն չկա նախ, երկրորդը չկա հանդուրժողականություն, մեկ-մեկ որ քայլում ես փողոցներով, այդ մարդկանց ներքին ագրեսիան, իրար են նույնիսկ չզիջելը փողոցում, ես չգիտեմ, երբ որ կանգնած են ու պիտի անցնեն փողոցը, այդտեղ նույնիսկ դու արդեն զգում ես, որ ինչ որ ներքին ագրեսիա կա, էլի, ժպտացող մարդիկ են քիչ են, այդա շատ քիչ է, ժպտացող մարդիկ են քիչ, ուղղակի Երևանով քայլող զույգերն են քիչ։ Տեսեք մի կողմից հիմա ասում են մարդիկ շատ են, չէ՞ քայլում, երիտասարդների շրջանում էլ դա մոդայիկ է, ծրագրեր են դնում հեռախոսներում, քայլենք, չգիտեմ, 11,000 քայլ, այսքան բան, բայց ես չեմ տեսնում այն մարդկանց, ովքեր ուղղակի իսկապես քայլում են Երևանում, ձեռք ձեռքի բռնած, իրար աչքերի նայելով, սիրահարված հայացքներ եմ քիչ տեսնում, ինչու՞ չէ, պրագմատիզմը, այո, չկա, քիչ է, ես չեմ ասում ընդհանրապես չկա, դա չի կարելի ընդհանրացնել, բայց այն որ սակավաթիվ է եւ չի կարելի դա ընդհանուր Երևանի տեսարանի մեջ նկարել, իհարկե չկա, կանաչ չկա Երևանում,
Այն այգիները չկան, որոնք ես հիշում եմ, հա, մենք օպերային շատ մոտ ենք ապրում ու ես մեկ-մեկ հիմա որ հիշում եմ եւ հետո բացում եմ նաեւ հին լուսանկարներ եմ նայում, որպեսզի իմ հիշողությունը ստուգեմ, այո, այն ժամանակ նույնիսկ այդ օպերայի տարածքը ոնց որ սենց մի փոքրիկ անտառ լիներ, այդտեղ իսկապես, որտեվ շատ մանկության տարիներից այնտեղ շատ ենք գնացել քույրերիս, մայրիկիս հետ զբոսնելու եւ այլն, մեր խաղալու տեղը դա էր էլի, այդ տարածքում ովքեր մոտ էին ապրում, այնտեղ գնում էին։ Յուրաքանչյուր մարդու թիկունքում իր տոհմի պատմությունն է, ինչպես գիտենք։ Հետաքրքիր է, որն էր ձեր ծնողներից ժառանգած այն, այսպես ասած, ոսկե դասը, որը ձեզ հետ է միշտ եւ որը դուք ձգտում եք փոխանցել ձեր սերունդներին արդեն այսօր։ Լիդիա, հայրս պատմաբան էր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, երկար տարիներ դասավանդել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, նաև այլ բուհերում եւ դասավանդման 20 տարիներից ավել էլ ղեկավարել է Հայոց պատմության ամբիոնը պոլիտեխնիկական համալսարանի, ցավոք սրտի երջանկահիշատակ է արդեն, բացի դրանից սպորտսմեն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ եւ սպորտի վարպետ, ինչպես ինքը իր մասին ասում էր, ես միակ սպորտսմենն եմ գիտնականների մեջ եւ միակ գիտնականը սպորտսմենների շրջանում Հայաստանի Հանրապետությունում Բասկամարտի ֆեդերացիան հիմնադրել է հայրս Աշոտ Սարգսյանը, դարձավ այն ժամանակ ֆեդերացիայի հիմնադիր նախագահ եւ չնայած նրան, որ արդեն 21-22 տարի է ինչ ինքը երջանկահիշատակ է եւ բռնել է երկնայինի ճանապարհը, ֆեդերացիան ապրում է, մարզիկները մարզվում են, ամեն տարի պատիվ իրեն հուշամրցաշար է տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, որտեղ Գագիկ Ծառուկյանն էլ եղել է իր սանը, հայրս մարզիչն է եղել Ծառուկյանի եւ այս տարիների ընթացքում պահում են, բայց նաեւ ինքը փայլուն պատմաբան էր, շատ գիտական աշխատանքների հեղինակ, հայրս մի ուրիշ աշխարհ է իմ կյանքի մեջ։ Իսկ քննադատությունները առհասարակ ընդունում էիք։ Այո, ճիշտ է, ընդունում էի, բայց շատ էի հուզվում, շատ ցավոտ էր ինձ համար իր արած քննադատությունները, բայց հիմա ես մեկ-մեկ մտածում եմ, որ ինքը մեզ միշտ ինձ էլ քույրերիս էլ մի բան էր ասում, որ իդեալական մարդիկ չկան, բայց մարդը պիտի միշտ կատարյալին ձգտի ու իր քննադատությունները, նկատողություն անելը հենց նրա մասին էր, որ մեր մեջ ինչ-որ մի բան թերի չմնա, որ մենք անընդհատ կարողանանք այդ կատարյալին ձգտել ու ինքը տենց պահանջում էր, որ լավ լինի ամեն ինչ, դրանք կարող էին ինչ-որ չնչին բաներ լինել, բայց ինքը այնպես ասեր, իմ մեջ դա շատ մնում էր, որտեվ մայրիկները մի քիչ ուրիշ ձևով են, չէ, նկատողություն անում, ես չեմ հիշում, որ հայրս ձայն բարձրացնի, ընտանիքում տղա չի եղել, մենք 3 քույր ենք, ինքը մեզ բարձր ձայնով նկատողություն արած չկա, բայց երբ որ ինքը մի քիչ նենց խստաբարո հայացքով նայում էր, ինձ թվում էր ես սենց չգիտեմ, կյանքում ամեն ինչ կտամ, մենակ պապաս ինձ այդպես չնայի ու ինքը միջև հիմա էլ ինձ համար մնացել է ներքուստ ամենամեծ քննադատը։ Ես երբ որ ինչ-որ քայլեր անում եմ ու գիտեմ, որ լավ է կամ կողքից ասում եմ լավ է, ես միշտ մտքում մտածում ասում երևի պապան ինձանից գոհ է հիմա։ Մայրիկս ինժեներ կիբեռնետիկ է, ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, կիբեռնետիկայի ֆակուլտետը, երկար տարիներ խորհրդային Հայաստանում աշխատել է Մերգելյանի ինստիտուտում, հետո Հայփոստում է աշխատել մասնագիտությամբ, մամաս ինձ ապրեցնողն է ու չնայած նրան, որ արդեն ես մեծ դուստրեր ունեմ, բայց ես միշտ գտնում եմ, որ մեր ծնողները, հատկապես մայրերը, մեզ սիրում են կյանքում այնպիսի սիրով, որ էլ ոչ մի ուրիշ հարաբերությունների մեջ չկա, որովհետև եթե մենք ինչ մակարդակով էլ ինչ հարաբերություն նայենք, անպայման սերը մի այնպիսի բան է, որ մարդիկ տալիս են, բայց նաև փոխադարձ ինչ-որ բան պահանջում են։ Մայրական սերը ինձ թվում է դա միակն է, որ փոխադարձ ոչինչ չի սպասում, բայց անընդհատ միայն տալիս է
եւ այս իմ տարիքում նույնիսկ ինձ անընդհատ հարցնում է դու ինչ ես կերել այսօր կամ չգիտեմ այնինչ տեղը որ պիտի գնայիր ինչպես անցավ եւ այլն չգիտեմ անընդհատ այդ երեխա զգալու եւ ապրեցնելու հատկությունը ես մորից անընդհատ ստանում եմ։ Ինչպես ասում են, քանի դեռ մեր ծնողները ողջ են, մենք մշտապես երեխա ենք, փոքր երեխա նրանց աչքերում։ Իդեպ այս հաղորդման շրջանակում հաճախ ենք խոսում գենի մասին։ Հետաքրքիր է, կա ձեր բնավորության մեջ որևէ գիծ, որը վստահաբար կարող եք ասել, որ փոխանցվել է ժառանգաբար նրանցից։ Շատ եւ տարիքի հետ ասեմ ինձ հորս շատ են նմանեցնում ու ինչ հետաքրքիր բան է ինչ որ մի տարիքում մենք սպասում ենք որ ինչ որ մեկը քեզ կնմանեցնի ծնողներից ինչ որ մեկին արտակնապես տարբեր մարդիկ մի մասը կա շատ ասում են պապային մի մասը ասում են մամային թեկուզ մարդիկ էլ կան որ ասում են քո ծնողները ինչ որտեղ իրար նման են եւ միգուցե դու կիսում ես դա բայց ես երբեք չէի պատկերացրինի, որ մարդու կյանքում գալիս է այնպիսի մի շրջան կամ տարիք, որ դու ինքդ անում ես ինչ-որ բաներ ու քեզ ասոցացնում ես ծնողներիդ հետ։ Շատ բնավորության գծեր հայրիկին են նմանացնում տեսակով, բայց որպես մայր եւ տան կին էլ ես ինձ մորս նմանացնում եմ շատ, որովհետեւ ես ես բարդ կյանքում ես դժվար, բայց միևնույն է, այն ինչ որ բաներ կան, որ ինչպես ասում են, տեսել ես ծնողիցդ։ Ես հիմա դա փոխանցել եմ իմ ընտանիքին։ Ես գիտեք միշտ ինչ եմ կարծում, որ հատկապես աղջիկները նրանք կարող են ամեն ինչով նման լինել հայրիկին, բայց մայր տեսակը, կին տեսակը, տան կին տեսակը եւ կանանցի բարոյականությունը ամեն աղջիկ հիմնականում ինչ վերցնում է մորից է վերցնում։ Իսկ ինչպեսի մայր եք դուք տանում։ Իծաչանել մի քիչ դժվար է, չէ՞, երևի մարդ ինքը իր մասին է, երևի դուստրերս պիտի ասեն, ես խիստ եմ որպես մայր, խստապ մահանջ եմ ավելի շատ։ Ես էլ իմ մեջ դա կա, ես մեկ-մեկ իմ երեխեքը ասում են ինձ, որ դուստրերս միշտ ասում են աշխարհում ամենաշատ դիտողությունը մեզ դու ես անում, աշխարհում ամենադժգոհը մեզանից միշտ դու ես, հատկապես ուսման հարցում միշտ ասում են ինչքան սովորենք դու ասում ես քիչ է, բայց ես վստահաբար գիտեմ, որ ինչ որ մի պահ գալու է, որ իրենք ինձ շնորհակալ են լինելու, բայց նաև ընկերական հարաբերություններ ունեմ դուստրերիս հետ, Անչափ կարևոր։ հատկապես մեծ աղջիկս, որ երևի թե ավելի երիտասարդ էի, որ ծնվեց, հետո նրանց մեջ 7 տարի տարբերություն կա, այդ 7 տարին նա միշտ ինձ հետ է եղել ու անկախ նրանից, որ փոքրել էր, բայց արդեն մեկ-մեկ չգիտեի, աղջիկ է, ընկերուհի է, փոքրին ավելի որպես երեխայի եմ վերաբերվում, բայց մեծ աղջկաս հետ մեկ-մեկ նույնիսկ այդ դուստր մայր սահմանը այնպես է, որ ինչ որտեղ նաև ընկերուհիներ ենք, կարևորը նա է, որ այդպես եմ զգում, չգիտեմ կյանքը ինչպես կընթանա, իրենք ինձանից գաղտնիքներ չունեն, ես դա ծնող եւ երեխա հարաբերությունների մեջ շատ եմ կարևորում, ես իրանց երկուսին էլ մի անգամ փոքր ժամանակ ասել եմ, որ դուք լավ իմացեք, որ կյանքում ձեր ամենալավ եւ ամենավատ բանն էլ առաջինը ես պիտի իմանամ ու իմացեք, որ եթե դուք անեք այնպիսի քայլեր, որոնք դառնալու են գովասանքի առարկա եւ արժանի են լինելու գովասանքի խոսքի այլ մարդկանց կողմից, իմացեք, որ այդ բառերի 80%-ը ուղղված է ինձ, հետո նոր ձեզ, որովհետեւ մենք բոլորս մեր մանկության եւ դաստիարակության արդյունքն ենք, բայց եթե Աստված մի արասցե, որ վատ քայլեր անեք կյանքում, իմացեք, որ այդ ամոթի բաժինը 100%-ով ես պիտի կրեմ։ Իդեպ, հետաքրքիր է քանի տարեկանում եք մայրացել, որովհետև բավականին երիտասարդ եք հիմա եւ բացենք փակագծերը, նույնիսկ թոռնիկ ունեք։ Այո, ջան, թոռնիկ ունեմ, փոքրիկ Լուիզա ունենք, որովհետեւ ավակ դուստրս ամուսնացած է եւ դուստր ունի, հիմա
դուստրն էլ իմ անունն է կրում, այդպես եմ Ինչ որոշել։ զգացողություն է։ Շատ մեծ երջանկություն է։ Ես երբեք այդ սեթևեթել չեմ սիրել, որ ասում են դե լավ, պետք չի իմ անունը կամ չգիտեմ ինչ։ Ես ինքս կողմնակից եմ դրան, որովհետև իմ ավագ դուստրն էլ իմ մայրիկի անունն է կրում։ Մենք 3 քույր ենք, եղբայր չունեինք ու ինձ մեջ միշտ դա կար, ասում էի, բա ինչպես, որովհետև հայկական ընտանիքներում ընդունված է, չէ, որ ասում են տղա պետք է ունենաս, որ անունդ դրվի կամ շարունակող լինի։ Ես էլ արուզավակ չունեցա։ 2 դուստր ունեմ, բայց ավագ դուստրս իմ մամայի անունն է կրում, Ալան, եւ Ալան էլ ամուսնացավ եւ դուստր է ունեցել իր աղջկա անունն էլ, բայց իդեպ Փեսայիս առաջարկով, դա պետք է նշեմ, որ այո, այնպես չի էլի, որ դա ինչ որ տենց անպայման պիտի լիներ, բայց նրա առաջարկով իմ թոռնիկը, այս երևի միակ զգացողությունն է կյանքի թոռնիկին սիրելը, որ ես այդ սերը չեմ կարող բառերով բացատրել։ Այ հիմա դուք ասում եք զգացողություն ինչա, սա ուղղակի էնա, որ երկիր մոլորակը ինձ համար այլ ձևով է սկսել պտտվել։ Ես նույնիսկ իմ դուստրերի դեպքում բառեր կգտնեմ այնքան, որ կարողանամ բացատրել դա ինչ սեր է ու ինչ զգացողություն է։ Սա դու չես կարողանում հասկանաս ինչ է։ Մարդիկ շատ տարբեր հարցեր են տալիս, դա ճիշտ է, որ երեխայից ավել են սիրում, չգիտեմ, չէ, դա դրա մասին չի, դա կյանքի շարունակությունն է։ Ոչ միայն քո, որ դու արժանացել ես նրան, որ դու տեսնում ես, որ քեզանից ծնվածը ժառանգ ունի ու շարունակություն կա այս կյանքում ու ինձ թվում է դրանից ավել երջանկություն չկա։ Մայրացել եմ 22-21 տարեկան, հետո ծնվել է բալիկս, 22 եմ ավագ դուստրս ծնվել է։ Արմատները ոչ միայն մեր անցյալն են, այլ նաև հողն են, որի վրա մենք այսօր կանգնած ենք։ Հետաքրքիր է Հայաստանի Հանրապետությունում որտեղ եք գտնում, որն է այն տարածքը, այսպես ասեմ, որտեղ գտնում եք ձեր խաղաղությունը, որտեղ վերագտնում եք ձեր ինքնությունը։ Դա գիտեք, այս նորից մի քիչ այն թեմային վերադառնալու, ես իմ ծնողներին շատ շնորհակալ եմ նրա համար, որ իմ մեջ իսկապես դաստիարակել են եւ սովորեցրել են այդ հայրենիք սիրելու հատկությունը։ Եվ իմ եւ քույրերիս, եւ անկախ նրանից, թե կյանքը մենք որտեղ կհայտնվենք, որտեղ կապրենք, ինչպես կլինի, ես մեր երեքի մեջ այդ ընդհանրական բանը հայրենիքը սիրելու շատ զգում եմ։ Խաղաղությունը բնականաբար ամեն մարդ առաջի հերթին իր տանն է գտնում, հա, որովհետև տունը քոնն է, քո տիեզերքն է։ Ես Երևանի կենտրոնը շատ եմ սիրում, որովհետև ծնվել մեծացել եմ Երևանի կենտրոնում, ինձ համար ամեն փողոց թանկ է, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, ես 20 թվականի քովիդից եւ պատերազմից հետո շատ սկսել եմ ավելի արժևորել բնությունը։ Ու այնքան հիմա երազում եմ, որ Հայաստանի որևիցե գողտրիկ գյուղում, ես կոնկրետ չեմ կարող ասել տարածաշրջան, ես մի փոքր տուն ունենամ։ Իդեպ Լիդիա պետք է ասեմ, այդ ոչ թե որ գիտեմ, որ դուք Արցախից եք, ես երբ որ մի քանի անգամ Արցախում եղա, ես վերադառնում էի ու դուստրերիս ասում էի, երբ որ արդեն ձեզ ամուսնացնեմ ու իմանամ, որ դուք ապահով եք ու կարողանում եք արդեն առանց ինձ ունեք ձեր ընտանիքները, ես գնալու եմ Ստեփանակերտում մի փոքր տուն առնեմ ու այնտեղ ապրեմ։ Գիտեք ինչի, որովհետև ինձ այնտեղի հանգստությունը հիացնում էր։ Ես ինձ անդադ մի հարց էի տալիս, ոնց կարող է ինչ որ տարածք քո հայրենիքի այդքան մոտ լինի վտանգի, բայց նաև այդքան խաղաղ լինի։ Ես ճիշտ ասած եվրոպական ոչ մի առաջադեմ երկրում, ինչը որ տեսել եմ եւ չեմ տեսել, այդպես խաղաղություն չեմ տեսել, ինչ որ Ստեփանակերտում։ Իսկ վերջին անգամ երբ էիք Արցախում։ 2018 թվականին։ Իդեպ իմ ծննդյան օրը եւ Արցախի Հանրապետության օրը նույն օրն է։ Սեպտեմբերի 2-ին էինք եկել Արցախ այդ տոնակատարությունների հետ կապված։
Եվ դա իմ ծննդյան օրերից էլ ամենահիշարժանը մնաց իմ կյանքում, որովհետև դա այն ծնունդն է եղել, որ նաև այդ տոնակատարությունների հետ նշել ենք Արցախում, դադիվանքում եմ եղել այդ օրը, այնտեղ են ինձ նույնիսկ շնորհավորել, դա շատ լուսավոր ծնունդ է մնացել, բայց նաև շատ կարոտով։ Մասնագիտությամբ Բանասեր եմ։ այո, ինչպես եկաք այդ ուղուն։ Հայրական կողմս շատ տաղանդավոր գենի տեր մարդիկ են թատերական աշխարհի։ Մորս կողմը ավելի շատ մաթեմատիկներ են, բայց հորս կողմը ուրեմն հորս կրտսեր մորաքույրը դերասանուհի Լուսիա Հովհաննիսյանն էր, Խորեն Աբրահամյանի կինը։ Մյուս մորաքրոջ դուստրը դերասանուհի Գալիա Նովենցը։ Իմ մանկության տարիները այդ մարդկանց շրջանում է անցել եւ երևի թե ամեն աղջիկ էլ ինչ որ տարիքում դրա մասին խոսում է, բայց քանի որ ես տեսնում էի ու ապրում էի այդ մարդկանց մեջ, ինչ որ մի տարիք կար դպրոցական, որ ասում էի դերասանուհի եմ ուզում դառնալ, բայց հայրս շատ շուտ փակեց այդ թեման։ Բայց կարծում եմ կսազել ձեզ։ Փակեց, ասեց էլ դրա մասին չխոսես, դա ես նույնիսկ իրեն օրինակներ էի բերում, ասում էի, բայց ոնց է ստացվել, որ քո մորաքույրը, մորաքրոջ աղջիկը դարձել են մեր գերդաստանում այսքան բան, բայց հետո արդեն ավելի բարձր դասարաններում ես էլ սկսեցի զգալ, որ չէ, գրականությունը շատ էի սիրում, պատմություն էլ էի շատ սիրում, ու սենց երկմտում էի պատմաբան, թե լեզվաբան, գրականագետ, բայց ի վերջո ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, բանասեր եմ, բայց ռուսաց լեզվի մասնագետ եմ։ Այո, ավարտեցի, հետո նաեւ ասպիրանտուրան ավարտեցի, գիտական թեզ պաշտպանեցի հայ-ռուսական գրական կապերով։ Չեք փոշմանում ուղու համար ընտրած։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, նույն ճանապարհով կգնայիք։ Նույնը։ Ես հիմա հասկանում եմ, որ քիչ-քիչ այս մասնագիտությունը դառնում է ավելի ոչ եկամտաբեր, որովհետև եթե ժամանակը հետ տանք, բայց նաև մտածենք այս ժամանակները, հիմա երիտասարդները ավելի շատ ձգտում են այնպիսի մասնագիտություններ ձեռք բերել, որոնք կիրառական են, պրակտիկ են, որոնց միջոցով ավելի շատ գումար է միգուցե հնարավոր վաստակել, բայց ես սիրում եմ եւ իմ մասնագիտությունը եւ իմ աշխատանքը։ Ես արդեն գրեթե 25 տարի է դասավանդում եմ, ես իմ աշխատանքը իսկապես շատ եմ սիրում։ Ուսանողները, ուսանողական կյանքը, բուհը դա իմ կյանքի անբաժան մասն է։ Օրինակ, ես անկեղծ ասած չեմ պատկերացնում, որ ես լսարան չմտնեմ։ Տեսեք, կողքից էլի եղել են զբաղմունքները, բայց դասավանդելը ես իսկապես սիրում եմ։ Իսկ նոր սերնդի ներկայացուցիչների հետ շփվելը ընկերական որպես դասախոս ստացվում է, թե վախի զգացողություն ունեն այնուամենայնիվ։ Չստացվում է, ես պիտի ասեմ, ես երևի այն երջանիկ դասախոսներից եմ, որ ես երբեք ուսանողների հետ հարաբերվելու խնդիր չունեմ, իսկապես չունեմ, եւ դա նույնիսկ կապված չէ նրա հետ, թե իրենք իմ առարկային ինչքանով են տիրապետում, որովհետեւ մենք հիմա հասկանում ենք, որ այնպես չի, որ ռուսաց լեզու պետք է ազնիվ ընդունենք, փայլուն գիտեն բոլորը, հա, հիմա, բայց հենց ուսանող դասախոս այդ հարաբերությունները ինձ մոտ միշտ ստացվել է։ Ես մի քիչ այդ ընկերական բառին ճիշտն ասած կողմ չեմ, ուսանող դասախոս հարաբերությունների։ Ես չեմ կարող ասել, որ այդ հարաբերությունները ընկերական են, բայց այդ հարաբերությունները շատ խորը հարգանքի ֆունդամենտի վրա են։ Ես հարգում եմ ուսանողին եւ ուսանողը հարգում է ինձ։ Եվ ընդհանրապես ես կյանքի բոլոր հարաբերություններում գտնում եմ, որ մարդկային շփումների մեջ հարգանքը ամենակարևորն է, որովհետև երևի թե մեկ մտածում են, որ ընկերականը նա է, որ չգիտեմ, դասախոսին տեսնեն ինչ ասեն պրիվետ, ես դա չեմ համարում ճիշտ բան եւ չեմ գտնում, որ դասախոսները, որոնք այդ տեսակով են հարաբերվում ուսանողների հետ կամ չգիտեմ, ինչ որ
բաներ կան, որ չի կարելի, էլի, այդ շեմը, այդ կարմիր գծերը պետք է պահել, բայց երբ որ հարգանք կա, ուսանողը ինքնաբերաբար դա անում է, ու դու որպես դասախոս էլ քեզ շատ գնահատված ես զգում։ Ես կհավատաք մեկ-մեկ նույնիսկ երբ որ համալսարանի տարածքով անցնում եմ, դե առաջ ավելի շատ, հիմա մի քիչ ավելի քիչ, բայց միևնույն է, մեր բուհի մեծամասնությունը տղաներ են։ Ես տեսնում եմ, որ երբ որ իրենք ինչ-որ անկյունում կանգնած նույնիսկ ծխում են, հա, բակում, որ ես պետք է գամ այդ տեղով անցնեմ, իրենք ծխախոտը իջեցնում են։ Եվ դու Հաճելի ժեստ է։ Հասկանում ես, որ ինչ-որ բաներ կան, որ իզուր չես ապրել կյանքումդ։ 2014 թվականը շրջադարձային էր ձեր կյանքում, մուտք գործեցիք ակտիվ կուսակցական գործունեություն։ Այո։ Ինչպես որոշեցիք հանգիստ ամբիոնը համատեղել նաև արդեն մի քիչ բարդ հարթակի հետ։ Ու ստացվեց արդյոք։ Լիդիա, գիտեք, ես միշտ հակված եմ նրան, որ եթե մարդը որևէ ոլորտում հաջողում է կամ սկսում է գոնե դառնալ այդ ոլորտի գիտակը, ինքը պետք է չկորցնի այն հնարավորությունը, որ կարողանա ավելի բարձր ամբիոններից կամ ավելի կարևոր տեղերից խոսի նախ այդ ոլորտի մասին եւ հետո նաեւ իր կյանքն ու գործունեությունը ուղղի նրան, որպեսզի կարողանա այդ տվյալ ոլորտը ավելի բարելավել։ Ես նույնիսկ քաղաքական կյանք մուտք գործելուց հետո երբեք ինձ առանց կրթական ոլորտի չեմ պատկերացրել։ Այսինքն ես մտածել եմ, որ այո, սա քայլ է, որ ես կարող եմ անել, ու եթե ես ունենամ առաջընթաց, ես միշտ կկարողանամ երկրում կրթության, մշակույթի հարցերին, երկուսն էլ ինձ համար շատ կարևոր են ու շատ հարազատ են, տամ ինչ-որ ճիշտ լուծումներ։ Եվ իհարկե ստացվեց այն առումով, որ 2017 թվականին նաև պատգամավոր եմ դարձել Ծառուկյան դաշինքով, իհարկե այդ գումարումը կարճ տևեց մոտ 2 տարի, բայց նորից անարդյունք չեմ համարում։ Ես այդ կարճ ընթացքում էլ ինձ թվում է էլի կարողացել եմ բարձրաձայնել այնպիսի հարցեր եւ կրթությանը եւ մեր քաղաքացիների կյանքի, սոցիալ-տնտեսական կյանքի վերաբերյալ, որոնք ինչ որ մի բան փոխել են, գոնե մի քանի քաղաքացու կամ մի քանի երիտասարդի կյանքում։ Անարդարության եւ կեղծիքի դեմ պայքարը չէր հուսահատեցնում, հոգնեցնում, թևաթափանում։ Ոչ, Լիդիա, գիտեք ինչի, որովհետեւ որ ես հայտնվել էի խորհրդարանում, դա արդեն արդարության արդյունք էր։ Արդարության արդյունք էր, որովհետև ես այնտեղ իսկապես շատ արդար ճանապարհով եմ հայտնվել։ Եվ հակառակը ես մտածում էի, որ դա այն ճանապարհն է, որ այո, շատ մարդիկ դրանից զարմանում էին, որովհետև հələ մեզանում են ժամանակավետ կար տենց ինչ որ падգամավորի կերպարը, որ չգիտեմ ինչ, եւ այո, ես հասկանում եմ, որ ես ինչու՞ չէ, մարդ եմ, ով շարունակում է ապրել իր բնականon կյանքով, դասավանդել, այո, լսարանում խոսել ուսանողների հետ այն արժեքների մասին, որի, ինչպես ասում են, տերն ու տիրականը պետք է դառնաս նաեւ ավելի բարձր տեղերում։ Չէ, դրանից չեմ հուսահատվել երբեք, թեկուզ քաղաքականությունը մարդուն մեծացնում է։ Չեմ հուսահատվել, բայց պարբերաբար ինձ ասել եմ այն մասին, որ եթե ես այս ոլորտ չընկնեի, կարող է եւս մի քանի այսպիսի կյանք ապրեի եւ չիմանայի, որ օրինակ մարդկանց այդպիսի տեսակ կա։ Ձեր պարագայում մեծացնում է ոչ թե արտաքնապես։ Շնորհակալ եմ, Լիդիա ջան։ Գիտեք ինչ, բոլոր ոլորտներում էլ կա անարդարություն, բայց ես միշտ դրա մասին ասել եմ պարբերաբար ու հիմա նորից կրկնում եմ, որ այո, մի քիչ ուրիշ ձևով ես մեծացա։ Այսինքն ես հասկացա, որ մարդու վատ տեսակը, ես մարդկանց սիրում եմ, չնայած դա իմ մեջ չսպանեց այդ սերը դեպի մարդ, որտեղ օրինակ ինձ մեկ-մեկ նույնիսկ երեխաներս ասում են, այսքան բան կյանքում լինում է, մամա դու ոնց չես հիասթափվում,
հետո նորից ժպտում ես, հետո նորից մարդկանց սիրում ես, հետո նորից ազնվություն ես ման գալիս, բայց ես հասկացել եմ, որ եթե ես այդպեսին չլինեմ, ես չեմ լինի ուղղակի։ Ես չգիտեմ, ես չեմ լինի ես, իսկ թե ով կլինես արդեն դրանից հետո դա անիմաստ է դառնում։ Անդրադառնալով կրկին քաղաքականությանը, ինչպես ասում են, քաղաքականությունը տղամարդկանց խաղն է։ Ընդունված է, չէ՞, մեր հասարակության մեջ այս արտահայտությունը։ Ինչ եք կարծում, կինը պետք է խաղա տղամարդկանց օրենքներով, թե պետք է մտնի դաշտ արդեն իր նուրբ օրենքները մտցնելով։ Լիդիա, տեսեք, ես միշտ այն ինչ որ վերաբերվում է պրոֆեսիոնալիզմին, կապ չունի, դա քաղաքականություն է, դա դասախոսական աշխատանք է, բժիշկ ես, թե կոմպոզիտոր, միշտ դեմ եմ եղել, որ տարբերակենք այնպես, որ որևէ մասնագիտության մեջ կամ որևէ ոլորտում մենք պետք է բացառենք, որ կինն էլ կարող է լավ լինել, կամ դա միայն տղամարդկանց ոլորտ է։ Եվ 21-րդ դարի քիչ լավ բան եմ ես տեսնում ես մեր նոր կյանքում, բայց լավագույն այն կոդրած կարծրատիպերից նա է, որ այդ մասնագիտություններ շատ կային, օրինակ, որ համարվում էին տղամարդու մասնագիտություն։ Հիմա կանայք այդտեղ շատ ակտիվ են։ Ես օրինակ պոլիտեխնիկական համալսարանում երբեք այս քանակի աղջիկ չեմ տեսել, որտեղ այն ժամանակ էլ չէ, այդպես մտածում ենք ֆիզիկան եւ մաթեմատիկան, դրանք տղամարդկանց առարկաներ են։ Թող իրենք սովորեն եւ պոլիտեխնիկ ընդունվեն միայն իրենք։ Հիմա դուք եկեք տեսեք, թե ինչ քանակի աղջիկներ կան եւ ասենք այդ նույն արհեստական բանականության հարցերում, IT ոլորտում իրենք այնպես չի որ տղաներին։ Ֆեմինիզմի նոտաներ են։ Ոչ։ Ես այդ նոտաներին հաստատ դեմ եմ, այդտեղ ոչ։ Ես մասնագիտական առումով եմ ասում։ Ես չեմ գտնում, որ քաղաքականությունը դա միայն տղամարդկանց գործն է, բայց ես գտնում եմ, որ կինը քաղաքական դաշտում պետք է որոշակի հանգստություն եւ ներդաշնակություն մտցնի։ Ցավոք սրտի մենք վերջին տարիներին դա Հայաստանում չենք տեսնում։ Ես падգամավոր եղած ժամանակ մի անգամ հենց այդ ձեր հարցի վերաբերյալ մի ելույթ ունեցա եւ ասեցի, որ դահլիճում նստած կին падգամավորները պետք է հասկանան, որ մենք այստեղ հայտնվել ենք ոչ թե միայն նրա համար, որ ինչ որ գենդերային քվոտա լրացնենք, որ հիմա ուղղակի պահանջ կա, չէ, որ ասենք ամեն ժամանակ 4-րդն էր, հետո 3-րդն էր, ուղղակի կին լինի, չէ, դա այդ ուղղակիության համար չի։ Կինը այդ նույն քաղաքականության մեջ շատ անելիք ու ասելիք ունի։ Եվ ես կարծում եմ ուղղակի հակառակը ինքը պետք է բերեր ավելի հանգիստ, ավելի բալանսավորված, ավելի ներդաշնակ, ավելի հարգալից հարաբերությունների քաղաքական դաշտում ու քաղաքական ոլորտում, բայց ցավոք սրտի դա մեր երկրում ես չեմ տեսնում։ Ազգային ժողովում կանանց թիվը ավելանում է, ագրեսիան հետնել ավելի շատ է ավելանում։ Այ դա լավ չի։ Դրա դեմ պետք է պայքարենք, ոչ թե որ պայքարենք, որ կինը չզբաղվի քաղաքականությամբ, քավլիցի, հակառակը թող զբաղվի եւ ես գտնում եմ, որ կյանքի շատ ոլորտներում մենք ավելի ճիշտ լուծումներ կգտնենք, շատ ավելի բարդ պատասխանների, բայց նաեւ ես կողմնակից եմ նրան, որ կինը երբեք չպիտի դադարի կին լինել։ Իհարկե։ Այ դրան ես կողմնակից եմ։ Ես գիտեմ, որ հիմա այս դարում եւ այն շարժումները, ինչ որ դուք ասում եք, շատ անգամ դեմ են եւ ասում են ինչպես ինձ համար կինը յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր մասնագիտության մեջ, տանը, ընտանիքում, դրսում, բակում, կինը պետք է մնա կին։ Իսկ ինչն էր ձեզ համար ամենադժվարը ոլորտում։ Եվ արդյոք քաղաքականությունը այնպիսին էր ներսից, ինչպիսին դրսից էր երևում։ Չէ, ներսից իհարկե ավելի բարդ է քաղաքականությունը։ Ներսից ավելի բարդ է, քան այն գնահատականները, որոնք դու կարող ես ուղղակի դրսից տալ, նստել, հեռուստացույց նայել, այս ու այն մարդուն քննադատել, բայց ներսից իհարկե ավելի բարդ է։ Նախ մարդը, եթե ինքը գիտակից է ու իսկապես իրեն քաղաքական գործիչ է համարում, այս երկրի քաղաքացի եւ այս երկրի ազգային ժողովի падգամավոր, ինքը իր
պատասխանատվությունն է շատ ավելի մեծանում։ Դու հասկանում ես, որ դա արդեն լրիվ այլ բանի մասին է։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորեն մեծ լսարանների, չէ՞, ես միջև падգամավոր դառնալ այդքան տարի դասավանդել եմ ու թվում է թե խոսելը դա այն խնդիրը չի, որ դու կարող ես ունենալ։ Ուղղակի ես ցավում եմ, որ մեր երկրում, ոչ միայն մեր երկրում, շատ հաճախ մարդիկ չեն հասկանում իրենց բառի, խոսքի, տառի, ես նույնիսկ կասեմ, որ քաղաքականության մեջ իրեն հարգող քաղաքական գործիչը եւ առավել եւս падգամավորը ժողովրդի կողմից ձայն ստացած իր ամեն ստորակետի եւ վերջակետի համար պիտի կարողանա պատասխանատվություն կրել եւ դա նրա մասին չի, որ վաղը դա խմբագրես, հետո մի քիչ ուրիշ ձևով նույն բանը ասես, հետո ասես ես դա սենց եմ ասել, դուք այնպես եք հասկացել, ինքը ավելի պատասխանատվության զգացումը մարդու մեջ ավելացնում է իհարկե եւ դրանից ելնելով դու իհարկե ավելի լարված կյանքով ես ապրում։ Շատ հետաքրքիր է ինչպես են ձեր զավակները վերաբերվում ձեր քաղաքական կերպարին։ Հակասական է, եւ ուրախանում են, եւ հպարտանում են, բայց որ ասեմ շատ երջանիկ էին, օրինակ, երբ որ ես այն ժամանակ այնտեղ գտնվում էի, որտեվ հետո Հայաստանի համար բարդ շրջան եղավ այդ ընթացքը եւ այլն, իրենք միշտ մեծ աղջիկս մի անգամ ասեց մամա, բայց դա ուրիշ աշխարհ է, մի տեսակ ուրիշ անտառ է, որի բնակիչներին քո տեսակը սովոր չի, դու քեզ պատկերացնում ես այդ տեսակի մեջ, այնտեղ այլ բնակիչներ են, դու կարողանալու ես հոգեբանորեն հաղթահարել, դե դա ելնելով իրենք ինձ իմանալով, բայց իհարկե հետո էլ արդեն պահի տակ, երբ որ ինչ-որ մի բան կա, լսում են, տեսնում են, ուրախանում են, հպարտանում են, նկարում են, վայ մամա քեզ տեսանք, բան եւ այլն, իրենք միշտ իմ բոլոր հաջողություններով ուրախացել են, հպարտացել են, դա ինձ ուժ է տալիս, որտեվ դա շատ կարևոր բան է, ես դա շատ գնահատում եմ իրենց մեջ, ուրախ եմ, որ իրենք այդպիսինը դարձան արդյունքում, որովհետև չնայած նրան, որ իրենք միշտ ասում են, դու հիշում ես, չէ, որ դու առաջինը մեր մաման ես, եւ ես էլ աշխատում եմ, որ կենցաղում դա երբեք բաց չթողեմ, որ մամա լինելը իմ առաջնահերթ, այսպես ասած, առաքելությունն է այս կյանքում, բայց նաև որ դու զգում ես, որ քո զավակները, այո, քեզ չեն պատկերացնում էլ երբեք տենց տնային տնտեսուհի մամա, դու իրանց համար էլ արդեն այնպիսինն ես, որ պիտի գնաս, աշխատես, արարես, չգիտեմ, դասավանդես, իրենք էլ քեզ տեսնեն, հպարտանան, երբեմն ասեն ուզում եմ քեզ նմանվել, երբեմն ասեն օրինակ այս քո գիծը ընդհանրապես չի ուզի ունենալ, բայց ազնվորեն ասեն դրա մասին։ Իդեպ, բացենք փակագծերը եւ ասենք, որ մինչեւ զրույցը սկսելը դուք ինձ ասացիք, որ ճաշ պատրաստել նույնպես շատ եք սիրում, այսինքն որպես տան տնտեսուհի ձեզ նույնպես տեսնում եք։ Այո, ու գիտեք ինչ, ես նույնիսկ եթե այնպես է լինում, դե հիմա արդեն ավագ դուստրս մեծ է, առանձին ընտանիք ունի, բայց չնայած նրան, որ փոքրն էլ փոքրը 19 տարեկան է, այսինքն այնպես չի, որ դու ամեն օր դրա պարտականությունը ունես կամ եթե մի օր դա չանես, ինչ որ բան սենց աշխարհում փուլ կգա, բայց ես դա աշխատում եմ անել, որովհետև դա իմ դաստիարակության մեջ է, չգիտեմ, ինձ այդպես են սովորացրել, որ եթե տանը կա կին, մայր, ուրեմն ինքը պետք է պատասխանատու լինի այդ տան մաքրության, ճաշի, ես դա սիրով եմ անում, բոլոր տոների։ Որն է ձեր զավակների ամենասիրելի ուտեստը, որը դուք պատրաստում եք։ Ամեն ինչն էլ սիրում են, ինչ որ ես պատրաստում եմ, նույնիսկ այդպիսի բաներ կան, որ ասում են, որ երբեք օրինակ մենք դրսում տվյալ բանը չենք ուտի, բայց որ դու պատրաստում ես ու իրանք էլ, գիտեք, արդեն դրան սովոր են, հանկարծ մի օր կամ երկու օր դու դա չանես, արդեն մի քիչ ունենց պահանջատիրական բանով ասում են մամա, բայց ոչ մի բան չես եփել։ Լիդիա, գիտեք ինչ, ինձ թվում է
Ստեղ հատկապես այն կյանքը, որ հիմա մենք ենք արդեն ապրում, այստեղ հարցը նույնիսկ պատրաստելու եւ ուտելու մասին չէ, որովհետեւ մենք հասկանում ենք, որ ամեն դեպքում ինչ որ մի ձևով մարդը կուտի, էլի տանը չի ուտի, սրճարանում կուտի եւ այլն։ Այստեղ ավանդույթները փոխանցելու մասին է։ Իհարկե։ Եվ երբ որ ես հիմա տեսնում եմ, օրինակ իմ ավագ դուստրը, երբ որ ինչ որ մի տոն, հա, ասենք Սուրբ Հարության տոնը կամ ամանորը, ինչպես է ինքը ձգտում, որ վայ, բա սենց, բա մեր տանն էլ էսպես լինի, բան, ես ինքս ինձ ասում եմ, լավ է Լուիզա, փաստորեն դու դա կարողացել ես փոխանցել, որովհետև կարողացել են հասկանամ, որ ամանորն էլ դա օրինակ ուտելու մասին չէ, ցավոք սրտի հիմա շատերը մեզանում տեսնում եք, այստեղ վեկանամ գնամ, ընդեղ գնամ, որ ես չսարքեմ, սրանից չհոգնեմ, դա հոգնելու մասին չէ, էլի, դա մի քիչ այլ բանի մասին է եւ ես շատ կուզեմ, որ մենք ինչքան էլ հոգնենք, ինչքան էլ զբաղված լինենք, գոնե կարողանանք այն տոները, որոնք նախ մերն են, հայեցի են, որոնք կարողանում են ընտանիքը միավորել։ Ես նույնպես իմ հնարավորությունների ներածին չափով ձգտում եմ իմ դստրիկին փոխանցել ճիշտ արժե համակարգ։ Հուսամ կստացվի եւ հարցս ավելի գլոբալ կհնչի, գլոբալ առումով հետաքրքիր է դուք ինչ Հայաստան եք ուզում փոխանցել ձեր զավակներին տարիներ անց։ Սա ոչ միայն գլոբալ, սա երևի ամենացավոտ հարցն էր, որ տվեցիք, նախ տեսեք, օրինակ հիմա դուք քաղաքականությունից եք խոսում, ես 17 թվականին եմ դարձել, չէ, պատգամավոր ու հիմա նորից երկիրը նախընտրական փուլում է ու այս ամեն ինչի մեջ ենք, ես հիմա այն ժամանակվա խնդիրներին երանի եմ տալիս, թե ինչի մասին էինք մենք խոսում քաղաքացիների հետ, հա, որոնք էին այդ ամենամեծ խնդիրները, որտեղ մենք հայրենիք ունեինք, մենք Արցախ ունեինք, մենք չենք պատկերացնում կգան հենց օր, որ մենք վախ կունենանք հայրենիքը կորցնելու։ Հիմա մեկ-մեկ որ հայրենասիրությունից խոսում ես, մարդիկ ասում են այդպես պաթոս է երևի, պաթոսով պետք չի խոսել, բայց ես չգիտեմ ինչքանով անկեղծ կհնչի իմ խոսքը, ես իմ կյանքում բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհները օգտագործել եմ, որ առաջին հերթին իմ զավակները ապրեն Հայաստանում։ Եվ ես ոչ թե դա ձևական եմ ասում, որ հնարավորություն են ունեցել դուրս ապրելու, իսկապես կարող էին։ Լավ են սովորել, կարող էին դուրսը շարունակել ինչ-որ միտեղ սովորել։ Ես իրանց մի անգամ մի այսպիսի բան ասեցի, եթե դուք հանկարծ ձեզանից ինչ-որ մեկը որոշի Հայաստանից դուրս ապրել, ես այլևս չեմ դասավանդի Հայաստանի Հանրապետության բուհում։ Իրանք այդ պահին ինձ չհասկացան, ասում են դու ինչի ես ուզում մեր կյանքը դնել շրջանակների մեջ, էլի դու ես դա ուզում կարգավորես, ինչ կապ ունի մեր ինչ որ տեղ սովորելը, ասեցի ես չեմ կարող Հայաստանում ուսանողին ասել ապրիր Հայաստանում, սիրիր հայրենիքդ, մի խուսափիր հայոց բանակում ծառայելուց եւ քո ապագան մի մտածիր լավ սովորեմ, բայց ապագաս կերտեմ մի այլ երկրում, այլ միշտ մտածի, որ ապագատ էստեղ է։ Իսկ ես դա ասել եմ, ասում եմ ու ասելու եմ ուսանողներին։ Ոչ թե պարտադրում եմ, ոչ թե ասում եմ դա պահանջ է, ես ասում եմ դա իմ հորդորն է եւ խնդրանքն է։ Իսկ ես միայն մի բան գիտեմ, երիտասարդը քեզ հարգում է միայն այն դեպքում, երբ որ դու չես ստում, մեկ, եւ երբ որ դու գործնականում ու քո կյանքում ապացուցում ես նա, ինչ որ դու ասում ես լսարանում։ Այնպես որ ես իմ զավակներին ասեցի, ես չեմ կարող լսարանում ասել ինչու չես ծառայում բանակում կամ ինչու ես գնում Հայաստանից,
եւ մի ուսանող ինձ վեր կանա ասի. «Իսկ ինչու են ձեր զավակները Եվրոպայի կամ մի այլ երկրի ինչ որ մի տաքուկ անկյունում նստած»։ Ես այդ րոպեին իմ ապրած կյանքը անիմաստ կհամարեի։ Վիտա ջան, ես ուզում եմ, որ իմ զավակները հիմա արդեն թոռնիկս ապրեն Հայաստանում։ Հայաստանում եւ բոլոր այն բառերը, որոնք իրենց մեջ հայ խոսքը պարունակում են, ես ուզում եմ, որ հետագայում իմ սերունդները պարզ եւ վստահ ապրեն Հայաստանում, լինեն հայ առաքելական եկեղեցու հետևորդ, սիրեն հայոց պատմությունը, չմոռանան իրենց պատմական անցյալը, չխմբագրեն իրենց պատմությունը, սիրելով իրենց պատմությունը դասեր քաղեն իրենց պատմությունից, որպեսզի ավելի վստահ քայլեն ապագայում։ Բայց հայրենիքը մեկն է եւ հայրենիքը ուղղակի պիտի լինի առաջի հերթին։ Առաջի հերթին այն պիտի լինի։ Ես դա միշտ ասում եմ բոլոր երիտասարդներին, կյանքում ամեն ինչ ու պատրաստ եմ նույնիսկ վիճել, որ մենք կյանքում ամեն ինչ կարողանում ենք ընտրել։ Ճիշտ է, հայերը մեկ-մեկ սիրում են դա իրենց բախտի հետ կապել, ասում են հայի բախտեր, իմ բախտը էսպես եղավ, բայց դա բախտ չի, դա մեր ընտրությունն է, մեր այստեղից եղած քայլերն են, ինչ ենք անում, ինչ ենք ընտրում։ Մենք երկու բան չենք ընտրում կյանքում՝ հայրենիքն ու ծնողներին։ Ու Աստված ինչպես մեզ տվել է նրանց, մենք պիտի սիրենք, փայփայենք, ամուր պահենք եւ միայն մտածենք, որ ինքը պիտի լինի առաջի հերթին լինի։ Այո։ Ամուր լինի, հետո նոր ներսից մի սրճարան ավել պակաս, դա հայրենիքի մասին չի։ Հայրենիքը պիտի լինի, ինչպես ամեն զավակի համար պիտի լինի իր հայրական տունը։ Եվ անկախ նրանից այդ տունը վերանորոգված է թե ոչ, ինքը ուղղակի պիտի լինի, որպես կյանքի ամենաուժեղ հանգրվան։ Եվ հայրենիքը պիտի լինի, ու պիտի լինի հայկական հայրենիք, ու Հայաստան լինի։ Այդ հայկական Հայաստանը ես ուզում եմ իմ սերունդներին փոխանցեմ, որպեսզի իրենք ապրեն այդպիսի Հայաստան։ Ես նույնպես։ Անցնենք բլից հարցերին։ Իհարկե, սիրով։ Եվ այսպես, առավոտը սկսվում է սուրճով, թե լրահոսով։ Սուրճ։ Կարելի ասել համադրությամբ, բայց սուրճը այն սպասում եմ, որ արտանամ եւ խմեմ այդ սուրճը, դե զուգահեռ արդեն կարելի է։ Ինչն է ձեզ ստիպում արտասվել։ Ես մի քիչ լացկան եմ, շուտ եմ արտասվում, բայց մարդկային ցավերը եւ ուրախությունները նույնպես։ Ես ուրախությունից էլ կարող եմ արտասվել, լավ ուրախ երևույթից էլ կարող եմ արտասվել։ Ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Ես եւի պերֆեկցիոնիստ եմ, դա մի քիչ դժվարացնում է ինձ թվում է եւ իմ կյանքը եւ շրջապատի, որովհետեւ ես սիրում եմ ամեն ինչում անել կատարյալը, մի քիչ երևի կողքիններից էլ դա պահանջում եմ, թեկուզ ես աշխատում եմ իմ կյանքով ոչ մեկի կյանքը չբարթացնել, բայց միջակություն չեմ սիրում կյանքում։ Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ Այս տարիքում արդեն երևի դժվար է ասել դա։ Ավելի վաղ տարիքում հորս։ Երջանկությունը վիճակ է, թե որոշում։ Հոգ է վիճակ է։ Հոգ է վիճակ է, որին դու քեզ բերում ես քո որոշումներով, ինչ որտեղ նաև։ Դրան նպաստում է իհարկե նաև արտաքին աշխարհը, բայց ինքը հոգ է վիճակ է։ Դա կամ կա, կամ չկա։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Ոյ Լիդիա, այսինչ հարց ինձ։ Լիդիա, հայլի սիրում եմ։ Հայլի սիրում եմ։ Ես չէի կասկածում։ Պիտի ազնիվ ընդունեմ, հայլի սիրում եմ։ Դե հիմա ասեցիք փոքր ժամանակ մի sense դեպք եղավ, եթե հնարավոր է, ուրեմն եւ մի 5-6 տարեկան աղջիկ էի, հանկարծ եթե մի բան լինում էր, սկսում էի լացել, գնում էի ինձ կանգնում էի հայլու առաջ, նայում էի, սկսում էի լաց լինել։
Հայրս մի անգամ ինձ շատ խիստ դողություն արեց, ասեց ես քեզ մեկ էլ չտեսնեմ լացելուց դու նայես հայլու մեջ, այսինքն դու ինչի ես քեզ հայլու մեջ նայում, ուզում ես այդ խղճահարություն ինքդ քո նկատմամբ առաջացնել, նայել, լացել, Շուրեկը ասի չէ պապա ես ուզում եմ տեսնեմ, ես լացելուց եթե տգեղեմ, հանգարց դուրսը ուրիշ ոչ մեկի ներկայությամբ չլացեմ։ Հայլի սիրում եմ, բայց հայլին նաև ես հասկանում եմ, որ իմ տրամադրության արտացոլանքն է։ Հայլին ինձ շատ բան է ասում ինքս իմ մասին։ Ես հայլի սիրում եմ, բայց ինձ թվում է լավը նա է, որ ես օբյեկտիվ աչքով կարողանում եմ հայլուն նայել։ Իսկ այդ դժվար է, որ մարդը ինքը իրեն փորձում է, իհարկե չես կարող 100%-անոց օբյեկտիվ լինել, բայց ես փորձում եմ, որ մի հատ ինքս ինձ առաջինը օբյեկտիվ տեսնեմ, հետո նոր լսեմ ինչ կասեն մնացածը։ Ձեր կյանքի գլխավոր հաղթանակը։ Իմ զավակները, իմ թոռնիկը։ Ձեր սիրելի գիրքը։ Լիդիա, ես այդ հարցին երբեք միանշանակ չեմ պատասխանել, որտեղ ինձ համար ես դժվարանում եմ ասել մի գիրք։ Ես իսկապես շատ եմ սիրում կարդալ։ Կարդալ շատ եմ սիրում եւ ուրախ եմ, որ դուք ինձ մի այնպիսի տեղ եք հրավիրել, որ այսքան գրքեր կան։ Եթե դուք տեսնեք մեր տանը, թե ինչ գրադարան կա, ու շատ լավ է, որ իմ կրտսեր դուստրը գնալով այդ գրադարանը ավելացնում է, ինձ համար ընթերցանությունն էլ է հոգեվիճակ, թե ինչ հոգեվիճակում դու ինչ գիրք կկարդաս, բայց իհարկե ռուս դասականներին շատ եմ սիրում։ Դա կարող եմ ասել, որ նախընտրելի է, իհարկե ռուս դասականներ շատ եմ սիրում, բայց այնպես է, որ կյանքի տարբեր փուլերում էլ կարող է մի անգամ կարդացած բանը եւս նորից վերցնեմ կարդամ։ Բայց նաև օրինակ չգիտեմ, հաճախ ուսանողներին հարցնում եմ, ասում եմ, դուք հիմա ինչ եք կարդում, ինչ որ մի գիրք ասում են, չէ՞ օրինակ, ես անպայման անկախ նրանից դա ինձ հետաքրքրում է թե չէ, վերցնում եմ կարդում եմ, որպեսզի հասկանամ ինչու է երիտասարդների շրջանում դա դարձել այդքան, ասենք, պոպուլյար։ Որն է հայ լինելու ամենադժվար կողմը ձեզ։ Հայ լինելը սիրելի Լիդիա, եւ ինչպես ասում են, երբ որ ժամանակները հայրենասիրական են եւ դու հայրենասեր ես, դա նորմալ է մարդկանց կողմից ընկալվում, թվում է թե պիտի լինեն այդպես բոլորը, բայց երբ որ ժամանակաշրջանը հայրենասիրության մասին չէ եւ դու հայրենասեր ես, դու արդեն հերոս ես։ Եթե ոչ քաղաքականություն, ապա որ ոլորտում։ Դե կրթություն, դա արդեն կա։ Իսկ քաղաքականությունը ձեզ համար աշխատանք է թե առաքելություն։ Առաքելություն։ Չէ, դա աշխատանք չէ, դա առաքելություն է, որը գալիս է գնում է ինքը ժամկետներ ունի, կարող է այսօր զբաղվես, վաղը չէ, բայց պիտի այդ ընթացքը, որը որ կատարում ես, որպես առաքելություն դրան նայես ու ճիշտ անցնես այդ ուղին։ Իշխանություն թե հեղինակություն, որն է կարևոր։ Հեղինակություն։ Ինչն է ավելի սարսափելի, սխալվելը թե անտարբերությունը։ Անտարբերությունը։ Մարդը սխալական է, սխալվում ենք բոլորս, բայց անտարբեր մարդկանց տանել չեմ կարողանում։ Անտարբերությունը ամենամեծ մեղքն է կյանքի։ Մարդյակը չի կարող անտարբեր լինել։ Սխալվել կարելի է։ Ձեր քաղաքական կուռքը կամ կերպարը, որով հիանում եք։ Կուռք չունեմ։ Ընդհանրապես կուռքեր տենց այդպես որպես այդպեսին չունեմ, իսկ հիանալ, գիտեք ինչ, դա միանշանակ մի կերպար չի, դրանք կարող են լինել մարդիկ, ովքեր բարբերաբար իրենց գործունեության մեջ, իրենց առաքելության, իրենց խոսքի եւ խոսույթի անեն եւ ասեն այնպիսի բաներ, որոնք իսկապես այդ պահին հիացմունքի արժանի լինեն, բայց կուռք ընդհանրապես ոչ մի տարիքում տենց դեմ եմ մի քիչ դրան, կուռք ունենալը սխալ բան է երևի թե առավել եւս քրիստոնյա մարդու համար։ Եվ վերջում Հայաստանը 10 տարի անց մեկ բառով։ Մեկ բառով հզոր։ Շնորհակալ եմ։ Դա իմ ցանկությունն է։ Ձեզ հետ հաճելի էր։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։